Բարև ձեզ, ես Արշակն եմ, աշխատում եմ Synergy ընկերությունում մոտ 5 տարի որպես ծրագրավորող, վերջին 1 տարին զբաղվել եմ արհեստական բանականության ինտեգրմամբ մեր պրոդուկտում։ Այսօրվա պրեզենտացիան նվիրված է լինելու on-prem AI-ին, այսինքն լոկալ մեր device-ներում, մեր սերվերներում դիպլոյ եղած LLM մոդելների կիրառությանը ու խոսալու ենք հիմնականում երկու տեխնոլոգիաների մասին, OLAMA եւ VLLM-ի, որոնք նախատեսված են մեր լոկալ մոդելները մեր մոտ աշխատեցնելու համար։ Ինչի համար on-prem AI, միանգամից անդրադառնանք հիմնականում 3 ընդգծված հարցերին։ Արհեստական բանականությունը զարգանալով շատ արագ տեմպերով մուտք է գործել տարբեր ոլորտներ եւ նմանատիպ ոլորտների շարքին են դասվում, օրինակ ուժային կառույցներ, արտարադատություն, առողջապահություն, մի խոսքով ոլորտներ, որտեղ կրիտիկական է data-ի sensitivity-ն, այսինքն տվյալների գաղտնիությունը, եւ մարդիկ ցանկանում են ունենալ AI, բայց չեն ցանկանում իրենց տվյալներով կիսվել, օրինակ cloud AI-ների հետ, ինչպիսիք GPT եւ չգիտեմ, Anthropic-ի մոդելները եւ այդ պատճառով մենք նայում ենք դեպի on-prem AI-ներ, լոկալ մոդելների կիրառությունը։ Մյուս ծանրակշիռ հարցերից մեկը այդ AI-ի իրավաբանական դաշտում կարգավորումներն են, այսինքն արհեստական բանականությունը լինելով համեմատաբար նոր տեխնոլոգիա, անընդհատ դինամիկ կերպով փորձում է կարգավորվել տարբեր երկրների, միությունների եւ կոմպանիների կողմից իրավաբանական դաշտում, այսինքն ինչ որ օրինակ չնեմ, ինչ որ կոմպանիում արգելված է կիրառել ես ինչ AI-ը, Չինաստանն արգելեց ես ինչ մոդելը, ԱՄՆ-ն արգելեց մյուս մոդելը եւ այլն եւ այլն եւ այլն։ Նմանատիպ խնդիրները նոր թափ են ստանում եւ տարածվում են եւ լավ կլիներ ունենալ պլան B, այսինքն անվտանգային բարձիկ հանդիսացող local solution-ներ արհեստական բանականության, որովհետեւ մաքսիմալ թեթև տանենք նմանատիպ հարցերը։ Մյուս խնդիրը այդ ծախսերի կանխատեսելիությունն է, որը համեմատ վերոնշյալ երկուսի ավելի թեթևքաշային խնդիր է եւ որպես benefit է գալիս, այսինքն on-prem AI-ի հետ, այսինքն մենք token usage-ից կախված ծախսերը հիմնականում դատանողականությունը բարձր է, երևի շատերը լսած կլինեք, հա, երբ որ օրինակ ինչ-որ մի կոմպանի օգտագործելով AI-ը լիմիտների սխալ կարգավորման արդյունքում ունեցավ ավելի շատ ծախս, քան այդ AI-ի բերած շահույթը կամ ընդհանրապես չգիտեմ, ավելի բարձր եղավ կամ ամսեգան շահույթը եւ այլն, on-prem AI-ի պարագայում դա մեղմվում է, այսինքն մենք միանգամյա հարց ձեռք բերելով եւ սպասարկման վրա միանավակ գումար ծախսելով ունենում ենք ավելի քիչ դատանողական ծախսեր եւ այդ ծախսերի դերում կարող է երևի թե հանդես գալ էլեկտրաէներգիայի ծախսը, հա, օրինակ մեր հարդերի, ինչը իրականում ավելի թեթև է, քան token-based usage-ի պարագայում։ Եվ այս խնդիրներից ելնելով, քանի որ խոսեցինք հարդի մասին, մի փոքր ակնարկ GPU-ների մասին, որտեղ ենք մեր local AI-ները աշխատեցնելու, եթե AI-ներ, ուրեմն GPU-ներ պետք է GPU-ի վրա պետք է աշխատեցնել, որովհետև մաքսիմալ էֆեկտիվ է։ GPU-ները կարելի է բաժանել հիմնականում երկու մասի, consumer եւ enterprise, այսինքն consumer GPU-ներ այդ մեր գիտեցած RTX-ներն են, որոնք ավելի հեշտ է ձեռք բերվում, ավելի էժան են, չունեն բյուրոկրատիվ խնդիրներ ու իրանք ավելի հեշտ են սետապարվում եւ կիրառվում, սակայն իրանք էլ ունեն իրենց խնդիրները, այսինքն ավելի մեծ մոդելների պարագայում, ավելի մեծ կոմպանիների եւ production-ի պարագայում կիրառելի չեն դառնում, որովհետեւ չունեն համապատասխան
հաշվողական հզորություններ։ Եթե մեզ պետք է հզորություն, ուրեմն արդեն կարող ենք նայել դեպի enterprise cluster-ներ, որոնք նախատեսված են հենց production-ներին, նախատեսված են ավելի հարյուրավոր եւ հազարավոր user-ներ սպասարկելու համար, սակայն այս պարագայում էլ ունենք բյուրոկրատիվ խնդիրներ, բացի գումարայինից կան նաև շատ ու շատ իրավաբանական հարցեր, երբ որ օրինակ չի թույլատրվում ձեռք բերել այս GPU-ն սանկցիայի տակ է կամ նմանատիպ հարցեր։ Սակայն այդ հարցը կարելի է լուծել տարբեր rent service-ների միջոցով, որոնց վրա կարելի է վարձակալությամբ վերցնել նմանատիպ GPU-ներ ու որևիցե խնդիր չի առաջանա։ Ու միանգամից արդեն անցնենք մեր բուն թեմային, Օլամայի մասին շատերդ երևի լսած կլինեք, կան մարդիկ, որոնք տեղյակ չեն ինչ է, խնդրեմ ձեռք բարձրացրեք։ Համեմատաբար քիչ են մարդիկ, որոնք տեղյակ չեն Օլամայից, լավ է։ Օլաման իրենից ներկայացնում է simple application, որը ուղղակի download անելով եւ install անելով ունենում ենք մեր համակարգչի վրա local AI մոդելներ աշխատեցնելու հնարավորություն։ Հենց մեր համակարգչում առանց որևիցե cloud-ների ու նույնիսկ դաժե ինտերնետ հասանելիության։ Այս պարագայում մենք ունենում ենք simple application, որը կարող է աշխատել տարբեր հայտնի մոդելների հետ, Llama 3, չգիտեմ, Gemma-ներ, GPT, OSS մոդելներ, որոնք հասանելի են library-ում, Ollama-ի եւ Hugging Face ռեպոզիտորիում։ Շատ հեշտ է աշխատել, շատ կիրառելի է, սակայն ավելի advanced կիրառության համար արդեն պիտանի չի դառնում, որովհետև կա հստակ ընդգծված խնդիրներ։ Խնդիրներից հիմնականում առանձնացվել են 3-ը՝ user request-ների հերթական սպասարկում, այսինքն Օլաման չունի պարալելիզացիա, ինքը նախատեսված է ավելի շատ ինդիվիդուալ կիրառության համար ու մեծ քանակի user-ների պարագայում ունենում ենք TTFT, այսինքն time to first token ցուցիչի բարձրացում, այսինքն առաջի պատասխանը AI-ից մեզ գալիս է համեմատաբար ավելի ուշ, որովհետև user-ների request-ները սպասարկվում են հերթականությամբ։ Մյուսը prioritizing-ի խնդիրն է, այսինքն մենք request-ների priority-ների հարցում չենք կարող որևիցե ձևով կարգավորել, այսինքն ինչ-որ priority տանք այս request-ի սպասարկմանը, համեմատած մյուսների կամ բոլորին սպասարկենք միաժամանակ, դա նույնպես խնդիր է առաջացնում, երբ մեկից ավել user-ներ են գտնում մեր Օլամային, եւ երրորդը այդ memory հարցն է, երբ որ GPU-ի վրա ինքը up գալով, GPU memory allocation-ը իր մոտ բարձր է, այսինքն ինքը static GPU memory է օգտագործում եւ որևիցե ձևով չի կարելի դա կարգավորել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել նույն GPU-ի վրա աշխատող տարբեր ուրիշ սերվիսների համար, այսինքն կոպիտ ասած հիշողության սով կարող է առաջացնել, Այստեղ մի փոքր ցույց տամ Օլամայի կիրառությունը, այսինքն ինքը շատ simple է, իրան զուտ download անելով մենք ունենում ենք մեր համակարգչում եւ ուղղակի Օլամա run Llama 3 մենք ունենում ենք Llama 3 մոդելը մեր մոտ ու կարող ենք արդեն իր հետ chat անել, խոսքի Այսինքն զուտ simple chatting անելու համար եւ մոդելներ փորձարկելու համար կիրառելի տարբերակ է, բայց այս խնդիրները մեզ ստիպում են նայել դեպի ուրիշ կողմ, իսկ այդ ուրիշ կողմը արդեն VLLM-ն է, VLLM-ն իրենից ներկայացնում է Python library, որը նախագծված է Կալիֆոռնիայի Բերքլի ունիվերսիտետի լաբորատորիայում, ինքը լրիվ անվճար է, լրիվ open source է, GitHub-ում կա, անընդհատ contributor-ներն ավելանում են, նոր վերսիաներ, մի խոսքով բավական կիրառելի եւ հարմար է, արդեն պատրաստի լուծում է։
որն է իր հիմնական ասպեկտները, այդ իր API-ն է, այսինքն ունի ինքը վրապերներ, տարբեր, այդ վրապերներից մեկը OpenAI-ի վրապերն է, որը տրամադրում է OpenAI-ի compatible interface, այսինքն բոլոր այն տեղերը, որտեղ մենք մեր SDK-ներում, application-ներում, որտեղ որ կիրառել ենք OpenAI-ը, կարող ենք ուղղակի base URL-ը փոխելով VLLM-ի instance-ի URL-ի ունենալ վճարովի ChatGPT-ի փոխարեն անվճար VLLM, հա։ Ինչը բավական հզոր գործիք է դարձնում իրան, շատ տարբեր plugin-ներում, coding tool-երում, նույնիսկ ձեր application-ներում կիրառելու համար, առանց մեծ բարդությունների։ Մյուս խելամիտ լուծումը այդ բանն է, user-ների parallel սպասարկումը, այսինքն ինչպես Ollama-ի պարագայում ինքը հերթականությամբ է սպասարկում ու օրինակ 5 user-ից 5-րդը պետք է սպասեր այն 4-ի request-ի ստանալուն նոր ինքը սպասարկվեր, այս պարագայում ինքը միաժամանակ է սպասարկում, ինչը բավական բարձրացնում է էֆեկտիվությունը VLLM-ի, մյուս գլխավոր առանձնահատկությունը, որ էլի լայն կիրառելի է դարձնում իրան, այդ scalability-ն է, այսինքն horizontal եւ vertical scaling-ի լայն հնարավորություն ունի, երբ որ պատկերացնենք իրավիճակ, երբ մենք ունենք բավական մեծ մոդել, օրինակ, չգիտեմ, 700 GB կամ 1 TB-անոց մոդելներ ու դժվար է գտնել GPU, որը կարողանա դրանց աշխատեցնել, մենք կարող ենք իրան բաշխել, ճակերտավոր ասած բաշխել, տարբեր GPU-ների վրա եւ VLLM-ին այդ մասին տեղեկացնելով ինքը կսկսի արդեն աշխատել մի քանի GPU-ների հետ գումարային հզորությամբ, հա։ Ինչը էլի բարձրացնում է էֆեկտիվությունը։ Ու մի անգամից անցնենք իր կիրառությանը հենց գործի մեջ, այդ բոլոր user-ների parallel սպասարկումը, օրինակ, հնարավոր է դարձել այս գաղափարի շնորհիվ, որը կոչվում է page tension, ինքը աշխատում է մեր համակարգչի RAM-ի նման է աշխատում, այսինքն ինչպես մեր RAM-ը process է անում հազարավոր process-ներ մեր համակարգչի վրա, նույն ձևել այս մեխանիզմը process է անում արդեն GPU-ի VRAM-ի վրա տարբեր compute process-ներ։ Ինքը կարգավորվող է, այսինքն մենք կարող ենք GPU-ի memory-ին կարգավորել VLLM-ի տեսանկյունից, իր run-ը սովորական Docker run է, ուղղակի փոխանցելով model name-ը, տալով model name, մենք կարողանում ենք իրան start տալ ու արդեն օգտագործել լրիվ նույն ձև, ինչպես օգտագործում ենք ChatGPT-ին։ GPU memory utilization flag-ի միջոցով մենք կարողանում ենք իրան փոխանցել, թե ինչքան GPU պետք է օգտագործի ինքը իր processing-ի համար, օրինակ default-ը 0.9 է, 0.9-ը ենթադրում է 90% VRAM-ի օգտագործում, կախված մեր կարիքներից, կախված մեր մետրիկաների արդյունքներից, մենք այս ցուցիչը կարող ենք փոխել եւ էֆեկտիվ օգտագործել memory-ին, հնարավորություն տալով GPU-ն կիրառել նաև այլ սերվիսների համար։ Այս մեխանիզմը շատ նման է պարկինգին, մեր առօրյա կյանքից օրինակը բերեմ, երբ որ պատկերացրեք իրավիճակ, երբ պարկինգում մեքենան գալիս է ու միայնակ պարկ է լինում ու թույլ չի տալիս ոչ մեկի էլ պարկովկայից օգտվել, այդ Ollama-ի պարագան էր, այսինքն ինքը full allocate է անում ու չի թողնում ոչ մի ուրիշ process օգտվի VRAM-ից, իսկ VLLM-ի պարագայում ինքը էֆեկտիվ ձևով page, այսինքն փոքր կտորներով տրամադրում է process-ներին memory, ինչը մաքսիմալ էֆեկտիվությունը բարձրացնում է ու դարձնում է իրան ավելի կիրառելի։ Մյուս լուծումը դա kave caching-ն է, որը էլի նպաստում է մեր էֆեկտիվությանը VLLM-ի։
Kave caching-ը երևի արդեն պարզ է key value cache, որտեղ value-ի տերում հանդես է գալիս մեր user-ի կողմից արված prompt-ը VLLM instance-ին։ Prompt-ը, ինչպես գիտեք, մեր transformer մոդելները աշխատում են հետևյալ սկզբունքով, այսինքն ամեն հաջորդ token-ը գեներացնելու համար ինքը պետք է նախորդ ողջ կոնտեքստը compute անի, այսինքն calculate անի, իսկ AI-ների կիրառությունը իրենից ենթադրում է կոնտեքստների շատ անգամ կրկնություն, երբ որ մենք օրինակ որևիցե ուղղվածության վրա մոդել train անելուց որևիցե ուղղվածության վրա օգտագործում ենք system instruction-ներ։ System instruction-ները հիմնականում նույնն են բոլորի համար, այսինքն պատկերացրեք, չգիտեմ, ունենք մոդել, դու այդ մոդելը նախատեսված է լեգալ դոկումենտների հետ աշխատելու համար, մենք իրան system instruction ենք տալիս, որ դու լեգալ դոկումենտ ասիստանտ ես, ուշադրություն դարձրու SSS բաներին։ Իսկ VLLM-ում դա էֆեկտիվ ձևով կիրառվել է, ինքը վերցրել է այդ system instruction-ը ու մի անգամ ուղղակի compute անելով cache-ավորում է ու մյուս անգամ արդեն calculation-ի մեջ cache-ից է օգտվում, ինչը բարձրացնում է performance-ը, բայց փոխարենը վճարում ենք memory-ով, այսինքն դասական cache-ի օրինակ, երբ memory-ով ենք վճարում performance-ի համար։ Այս ամեն ինչի համար այդ ամեն ինչը կիրառելի է դառնում flag-ների միջոցով, enable prefix caching ու max model length-ով մենք տալիս ենք մոդելի չափը, թե ինչքան prompt-ի երկարությունը, թե մենք ինչքան prompt-ով ենք նախատեսում կիրառել VLLM, այսինքն մեր մետրիկաներով, երբ որ մենք տեսնում ենք, որ կիրառել ենք մոդավորապես 32,000 token, բայց մոդելի չափը 256,000 է, այսինքն ինքը ավելորդ շատ memory է allocate արել 256,000-ի համար, մենք կարող ենք այս flag-ի միջոցով իջացնել model length-ը ու ունենալ memory-ի խնայողություն, էկոնոմիա ենք անում այդտեղ, ինչը էլի մեր ծախսերի նվազման է բերում։ Մյուսը chunk prefill-ն է, այս chunk prefill մեխանիզմը կիրառելի է շատ user-ների պարագայում, երբ որ user-ների քանակը աճում է եւ request-ների քանակը մեծանում է, chunk այդ prefill-ի միջոցով ինքը սկսում է միաժամանակ մի քանի request-ներ սպասարկել, այսինքն ոչ թե մեկ request-ի համար է սկսում աշխատել, այլ փոքր chunk-երով սկսում է սպասարկել տարբեր եկածած request-ներին, դա բերում է նրան, որ օրինակ 5 user եթե օգտագործել է VLLM-ը, առաջին user-ը բավական մեծ prompt է կատարել, մնացածը ստիպված չեն լինի սպասել, մինչև առաջինի process-ը վերջանա, որ անցնի մյուսներին, այլ միաժամանակ փոքր կտորներով սկսում է հաշվարկել բոլոր request-ները ու արտարացի ձևով վերադարձնում request-ները արտարացի ժամանակներում էլ, այսինքն առաջինը 1 վայրկյանում չի ստանում, մնացածը մի րոպեում, այլ բոլորը ստանում են, ենթադրենք 15 վայրկյանում պատասխանը։ Այս ամեն ինչը, այսպես ասած, simple chat-երի համար, երբ որ մենք VLLM-ը նախատեսենք օգտագործել որպես զուտ chatting-ի համար, բայց դա մեզ չի բավարարում, որովհետև կա agentic AI, կան MCP-ներ, իսկ ավելի advanced մեխանիզմներ մշակելու համար մեզ պետք է դա ամեն ինչը հասանելի դարձնել VLLM instance-ին։ Բոլորս գիտենք երևի թե ինչ են tool-երը, ինչի համար են նախատեսված, դրանք փոքր մեխանիզմներ են, որոնք հնարավորություն են տալիս ուրիշ սերվիսների հետ ինտեգրվել մեր AI մոդելին։ Օրինակ այս պարագայում ենթադրենք կա ինչ-որ search document tool, որը LLM-ը request է անում, ասում է VLLM benchmarks topic-ով search արա, result-ը տուր ինձ, որ process անեմ, կախված մեր prompt-ից։ Ու այս tool-ի կիրառությունը ակտիվացնելու համար VLLM-ը նույնպես ունի մեխանիզմներ, սակայն քանի որ
տարբեր են մոդելները, տարբեր են նաև իրանց tool structure-ները, հա, այսինքն լամայի պարագայում ենթադրենք այդ լամա JSON-ն է, որը JSON ֆորմատով է աշխատում, քվեն մոդելի պարագայում օրինակ XML-ներով է աշխատում, ջեմաները ընդհանրապես Google-ի պրոտոկոլով են աշխատում, այնտեղ լրիվ ուրիշ սինտաքս է, բայց այս ամեն ինչը քանի որ ունիվերսալ է, ինքը պետք է աշխատի բոլորի հետ։ Բոլորի հետ աշխատելու համար նույնպես կա մեխանիզմ, էլի վերադառնանք մեր կոմանդներին, այս կոմանդները ես ուղղակի run չեմ տալիս, որովհետև ստարտափը բավական երկար է տևում, մոտ 3-4 րոպե ժամանակի խնայողության համար է, էլի։ Ուղղակի tool parser փոխանցելով այս flag-ի միջոցով քվեն 3 կոդեր, օրինակ, մենք ասում ենք, որ մենք քվենով ենք աշխատելու, tool-երն ու բոլոր tool call-երը քվեն սինտաքսով են լինելու, ինքը դա հաշվի է առնում ու սկսում է ինտեգրվել այդ մեխանիզմի հետ։ Այս բոլոր tool parser-ները դոկումենտացիայում կա, ես ձեր հետ share-ել կանեմ։ Բացի դրանից մենք կարող ենք նաև ունենալ մեր custom tool parser-ները, այսինքն իրավիճակը, երբ որ դա մեզ չի բավարարում, մենք կարող ենք համապատասխան ինտերֆեյս իմպլեմենտելով ունենալ մեր custom-ը, ինչը բավական ճկուն է դարձնում VLLM-ին։ Եվ ագնարկ scalability եւ մետրիկաների մասին, ինքը scalable է, տարբեր GPU-ների վրա կարող է scale լինել, ինչպես նշեցի սկզբից, եւ ունի մետրիկաների բավական էֆեկտիվ համակարգ, այսինքն ինքը /metrics endpoint-ով հասանելի է դարձնում մետրիկաներ, որոնք վիզուալիզացնելով տարբեր վիզուալայզերների միջոցով, օրինակ գրաֆանայի միջոցով կարող ենք մոնիտոր անել եւ դուրս բերել մեր համար կիրառելի կոնֆիգները, այսինքն օրինակ, չգիտեմ, մետրիկաները նայելով մենք բացահայտեցինք, որ անիմաստ գնել ենք, ենթադրենք A100 GPU, դա կարող էր կիրառելի լինել նույնիսկ RTX 5090-ով, ինչը շատ անգամ ավելի էժան է, այսինքն մեր ծախսերի կրճատման համար օգտակար է հետևել մետրիկաներին։ Այս ամեն ինչը ակտիվանում է tensor parallelism եւ GPU-ների քանակ flag-ով ու այս մյուս flag-ով distributed executor backend, որը զուտ տալիս է ստրատեգիա, թե ինչպես process-ները կարգավորի, multiprocessing է կամ array է, որոնք համապատասխան մեխանիզմներ են, այդքան խորանալ պետք չի։ Tensor parallelism տալով 4 մենք ասում ենք, որ մեր մոդելը 4 GPU-ի վրա է նստած, ինքը արդեն սկսում է գումարային հաշվողական հզորությունը օգտագործել։ Այստեղ արդեն ավելի advanced մետրիկներ են, ինչպես տեսնում եք, առաջի սյունագում տոկենի լենգթից կախված մենք ունեցել ենք տարբեր արդյունքներ, կոնսերվատիվ է, այսինքն GPU-ն կիրառել ենք 80%-ով, recommended default-ը 90%-ով եւ ավելի ագրեսիվ 95% GPU կիրառությունով, տեսնում ենք, որ ինչքան մեծ է prompt-ը, այդքան ավելի էֆեկտիվ է օգտագործում GPU-ն ու ունենում ենք արդյունքներ։ Բայց այս թվերը նրա մասին չեն, որ օրինակ VLLM-ը մենակ 8 user-ի համար կարելի է կիրառել, RTX 5090-ի վրա շատ user-ների համար կարող է կիրառել, ուղղակի այս առանց queuing-ի է աշխատում, սրանից բարձրը արդեն queuing-ի մեխանիզմ է միանում ու request-ները էլի սպասում են իրենց հերթին այս parallel execution-ի մեջ։ Այս արդեն քեշերի մասին, որ քեշերի կիրառությունը էլի բարձրացնում է մեր performance-ը, այսինքն TTFT ցուցիչը, time to first token ցուցիչը 3 անգամ նվազում է, երբ մենք միացնում ենք քեշերը ու էֆեկտիվ configure ենք անում։ Ու այս ամեն ինչը սամապանելով մենք տեսնում ենք, որ ունենք բավական հզոր գործիք, լոկալ, առանց cloud-ի AI օգտագործելու համար։
Հիմա այս հզոր գործիքը մենք կարող ենք ինտեգրել կլոդ կոդի հետ, կլոդ կոդին ես համոզված եմ բոլորդ ծանոթ եք, բոլորդ տեղյակ եք, ինքը աշխատում է անտրոպիկի մոդելներով, բայց մենք կարող ենք իրան համոզել, որ աշխատի մեր լոկալ դիպլոյ արած մոդելի հետ, այն պարագայում, երբ որ օրինակ կան ինչ-ինչ խնդիրներ կախված մեր պոլիսիների հետ։ Կիրառությունը բավական հեշտ է, ամենը երկու տող գրելով, այսինքն զուտ մեր user-ի տակ cloud setting չսոնում, ուղղակի փոխելով base URL-ը եւ տալով ինչ որ դամի token, դա կամայական բան կարելի է գրել, որտեղ VLLM-ը իտոգում չի ստուգում դա։ Մենք կարող ենք ունենալ հենց VLLM-ով աշխատող cloud code, ինչպես նաեւ տալ մոդելների թայերները, քանի որ գիտենք, որ cloud code-ի ինտերֆեյսը մեզ տրամադրում է 3 տեսակ մոդել, 3 տեսակ մոդելի համար մենք տալիս ենք նույն մոդելը, որտեղ ինչպես հասկացանք, VLLM-ը աշխատում է մեկ մոդելով, բայց իմ կարծիքով այս փոքրիկ թերությունը լրիվ cover է արվում այն բոլոր benefit-ների հետ, ինչին մենք ստանում ենք։ Հիմա կիրառությունը նայենք։ Այս իմ config ֆայլն է, որտեղ ես արդեն տվել եմ մեր GPU instance-ի IP-ն, հա, եւ մոդելների config-ը։ Հիմա տեսնենք cloud code-ին կիրառության մեջ։ Ինչպես նկատեցիք, արդեն վերևում Opus-ի կամ չգիտեմ Haiku-ի փոխարեն գրում է Kven, այսինքն ինքը արդեն հասկացել է, որ Kven մոդելին է կբաց, ու արդեն լրիվ կարող ենք կիրառել, օրինակ, ինեմ Այսինքն մենք տեսնում ենք, որ ինքը աշխատում է cloud code-ի նման, ուղղակի լոկալ մոդելով, լրիվ անվճար ու լրիվ մեր վերահսկողության ներքո, այսինքն ինչ որ data-ի խնդիր չկա, չկան սահմանափակումների խնդիր, ինչը բավական էֆեկտիվ է դարձնում լոկալ AI-ի կիրառությունը cloud code-ի հետ, հա։ Հա, հա։ Ու վերջի սլայդն է, արդեն մենք որպես summary անելով կարող ենք գալ ընկերին, թե երբ օգտագործել OLAM-ը, երբ VLLM, ինչպես հասկացանք OLAM-ն ավելի ինդիվիդուալ կիրառության, ավելի ոչ տեխնիկական եւ փորձարարական նպատակներով կարելի է կիրառել, իսկ եթե ավելի լուրջ գործիք է մեզ պետք, կարող ենք անցնել VLLM-ի կիրառությանը։ Այստեղ այս QR-ը իմ GitHub repo-ի լինքն է, որտեղ կա VLLM-ի guideline ու այս պրեզենտացիան։ Ուզում եմ հարցնեմ, որ մի քանի GPU-ի վրա կարող էր VLLM-ը run լինել, դրանք տարբեր սերվերների վրա կարող են լինել այդ GPU-ները, թե պիտի մի նոդի վրա լինի։ Իրանք մի նոդի վրա NVLink մեխանիզմով միացված պետք է լինեն GPU-ները, այսինքն իրար կցված պետք է լինեն, տարբեր սերվերների վրա չէ, նույն նոդի վրա NVLink-ով կցված GPU-ներ պետք է լինեն։ Շնորհակալություն։ Մերսի։
Շնորհակալություն պրեզենտացիայի համար։ Մեկ հարց տամ, դուք նշեցիք, որ կարող եք խնդրից կամ user-ներից եղած կոնտեքստային հիշողությունը փոփոխվի, ինչ ձևով եք դուք որոշում, թե որ Չեմ լսում։ Դուք նշեցիք, որ կախված user-ից կամ մոդելից, խնդրից որոշակի քանակով հիշողություն է տրամադրվում, ինչպես եք դուք որոշում, թե որ խնդրի համար ինչքան հիշողություն եւ կոնտեքստ պետք է տրամադրվի եւ ինչքանով ճիշտ կլինի AI-ին ավտոմատացված թողնել ընտրել խնդրի համար նախընտրելի հիշողության քանակը։ Խնդրից կախված դա մենք կարող ենք տեսնել մետրիկաներով, LLM-ը տրամադրում է մետրիկաների endpoint, որը գրաֆանայով կամ թեկուզ այդ մետրիկաների endpoint-ը տալով որևէ այլ AI-ի, օրինակ cloud code-ին տալով, մենք կարող ենք հասկանալ, թե երբ եւ ինչպես կարող ենք փոխանցել համապատասխան կոնֆիգները։ Երբ օրինակ կոնտեքստ length-ը օրինակ 1 ամսվա ընթացքում չի գերազանցել 70,000-ը, այսինքն 1 ամսվա ընթացքում յուզերները միշտ 70,000 տոկենով request-ներ են կատարել, այդ բոլորը մետրիկաներով կա եւ դա հասկանալով արդեն կարող ենք համապատասխան կոնֆիգուրացիա անել, իսկ ավտոմատացումը կարող է արդեն տեղի ունենալ ուրիշ սերվիսների միջոցով, այսինքն երբ որ մեր instance-ին մենք օրինակ միացնենք cloud code, օրինակ ինքը կսկսի արդեն ավտոմատ կերպով այդ կոնֆիգուրացիաները գեներացնել եւ արդեն տրամադրել տոկերին, հա։ Այսինքն SSH-ով կարող եք կպնել նոդին եւ աշխատեցնել։